Հարգելի բարեկամներ, այսօր Էրդողանը ասում է Եվրոպային Թուրքիան ավելի է պետք, քան Եվրոպան Թուրքիային։ Այսօր Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա և ծաղրելուց արհամարելուց հետո փշի անում Նիկոլին։ Զելինսկին Երևանից սպառնում է Ռուսաստանին, իսկ Նիկոլը առնվազն 20 տարի չլինելիք Եվրոմիությունով խաբում է ժողովրդին, Արցախաշենի մասին խոսելով խոստանում է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Թրամփը խառնել է աշխարհը, բայց Պուտինի Սինթզինպինին մոտենալու քայլեր անում, Նիկոլը Ռուսաստանից հեռանալու մոլագարության մեջ է։ Ժողովուրդ ջան, վաղը պարզվելու է, թե Թուրքիայի հետ Նիկոլը այսօր ինչ է բանակցում։ Նա ոչ թե բանակցում է պետության շահերի համար, այլ իրենց խմբակի անձնական շահը ապահովող ինչ-որ մեկի համար, որ բացահայտվի չզարմանաք։ Աշխարհում այսօր ամեն մեկն իր շահն է առաջ տանում։ Նիկոլը մեր երկրում ընդդիմության առաջնորդներին է թիրախավորում, ներքաղաքական գզվռտոցի մեջ է մտել, հիստերիայի մեջ է։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը ուժեղ արժանապատիվ Հայաստան ստեղծելու ջանքի մեջ են, սա Ալիևին թողած ճշմարիտ հայերի դեմ է ճղճղում։ Համեմատեք Քոչարյանի անցած ճանապարհը, գործը, սրա հետ եւ ընտրություն կատարեք։ Ավելի պարզ բան չկա։ Նայեք սրան, նայեք պարոն Քոչարյանին։ Ագնեսան ասաց, սրանք կլիպներ են նկարում, որի փրթե գալիս է պատերազմի կուսակցությունը, Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պատերազմի կուսակցություն են։ Ժողովուրդ ջան, հիշում եք, չէ՞։ 98 թվականին մեկն էլ էր ասում, իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։ 10 տարի Քոչարյանի իշխանության ժամանակ Ալիևը Ռիշչերանի տեղից շարժվեր, փորձեր կրակել 10 պատասխան էր ստանում։ Դրանից հետո էլի 8 տարի չէր համարձակվում։ Մի անգամ փորձեց 16 թվին մրութին ստացավ, խնդրեց հրադադար։ Ինչ եղել է պատերազմ, սրանց ժամանակ է եղել։ Հիմա սրանք ոնց որ ամեն մի հարցում փորձում են 180 աստիճանով հակառակը ասել։ Որն է պատճառը, ժողովուրդ ջան։ Սրա միակ պատճառը Նիկոլը պարզապես հանձնվել է, անցել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմը իր աթոռը պահելու համար։ Նա մեր ժողովրդի հետ կապ չունի, ձեր հետ, ձերանից ոչ մեկի հետ նա կապ չունի։ Սուտ է ասում, որ ասում է սիրում եմ ձեզ, ատում է։ Նա կապ չունի ոչ մեր պատմության, ոչ մեր արժեքների, ոչ մեր հերոսների, ոչ հայի ազնվական տեսակի հետ։ Նիկոլը իր տեսակի մարմնավորումն է։ Վախկոտ, թույլ, ստախոս, դավաճան, շանտաժիստ, փողի մեռած։ Ժողովուրդ ջան, ամեն ժողովրդի մեջ էլ էս տեսակը կա։ Բայց վայ են երկրին ու ժողովրդին, որին առաջնորդում է այս տեսակը, Նիկոլի տեսակը, սրա արդյունքը էս է լինում։ Այս ողբերգությունը մեզ հետ պատահել է, ժողովուրդ ջան։ Մենք էլ պիտի այս վիճակից դուրս գանք, հաղթահարենք։ Այլ տարբերակ չունենք, եթե ուզում ենք պետություն ունենալ, եթե ուզում ենք հայ մնալ։ Սրանց հեռացնել այսօր գերնպատակ է։ Հետո վստահեցնում եմ, քայլ առ քայլ վերադարձնելու ենք հայի արժանապատվությունը, ազատ, ուժեղ տեսակը, ժողովուրդը արժանի է ուժեղ տեսակի, ուժեղ առաջնորդի։ Եվ այսօր այդ ուժեղ առաջնորդը իր թիմով ժողովուրդ ջան ձեր առջև է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ես ասում եմ ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Սրանց Չարենց հավասնել կան, չէ՞ դրանց մեջ։ Ծառայողները, Ալիևին ծառայողները պատասխան են տալու։ Սա հատկապես ես ասում եմ ուժային կառույցների ղեկավարներին։ Ընտրությունը, մի վախեցեք, գնացեք ընտրության, ընտրեք Հայաստանը, դուք եք որոշելու Հայաստան թե Արևմտյան Ադրբեջան։
Մենք հավատում ենք, որ ճշմարիտ հայը ոտքի է կանգնելու, մաքրելու է երկիրը թափ թփուկներից։ Ուրեմն, հունիսի 7-ին, 17-ին։ Շնորհակալ եմ։